Ես ինձ կհամարեմ հարաբերություններում այն ժամանակ, երբ նախ դա հստակ խոսացվել է երկուսի կողմից եւ կոմունիկացվել է, որ գիտես, մենք վաղեջ միսօրվանից համարվում ենք հարաբերություններում, ու այս շատ կարեւոր է։ Ու ստեղ շատերի ամենագլխավոր խնդիրն է, որովհետեւ շատերը ինքնաբերաբար ենթադրում են, որ եթե 5 դեյթի գնացել ենք, ուրեմն սա հարաբերություններ են։ Նույնիսկ եթե 45 դեյթի եք գնացել, մարդու հետ կոմունիկացնել ինքը առհասարակ ոնց է պատկերացնում, ինչի շուրջ եք դուք հավաքվել, առհասարակ ինչ եք իրար հետ անում, ինքը հանդիպում է միայն ձեր հետ, թե ոչ միայն ձեր հետ, եւ այլ ինչ պատասխանատվություն ու պարտականություն է վերցնում, դա շատ կարեւոր է։ Քանի ձեզ չեն ասել, որ հա գիտես ինչ կամ մենք իրար հետ փորձում ենք կառուցել հարաբերություններ, ես համարում եմ, քանի այդ խոսակցությունը չի եղել, մենք ոչ մի հարաբերություններում էլ չենք։ Երկրորդ կարևոր մասը դրա գիտակցումն է, որ մենք հարաբերությունների մեջ ենք միայն իրար հետ։ Այսինքն ես էքսկլյուզիվությունը, հա, ես փոխհարաբերվում եմ ցանկացած տիպի միայն քո հետ, դու ցանկացած տիպի փոխհարաբերվում ես, մա եթե կինո ենք նայում, մենք իրար հետ ենք նայում, կոպիտ ասած իհարկե, հա, եթե դա ինչ որ չգիտեմ, հանդիպումների, ռոմանտիկ հանդիպումների մասն է, դա միայն իրար հետ է եւ այլն։ Այսինքն ես միակն եմ քո կյանքում, դու միակն ես իմ կյանքում։ Ու երրորդը իհարկե գաղտնիության բացակայությունը, հա, այն որ բոլորը գիտեն, որ դուք միասին եք ու իրար ինչ որտեղ հանդիպելուց ոչ մեկ չի հարցնում էս ով էր, Նելին, ահա, գիտենք Նելի մասին լսել ենք, գիտենք Նելին ինչա քո հետ, քո կողքին էս փողոցում անում կոնկրետ, հա։ Այսքանը իմ համար արդեն ենթադրում է իրանից, որ մենք հարաբերություններում ենք։ Հայկանը պնդեց, ապացուցեց, շարունակեց պնդել այսօր եւ հիմա նույնպես կարծում եմ կպնդի, որ այնտեղ պարտադիր պիտի ավելանա 4-րդ կետը, միասին ապագայի տեսլականը։ Այո։